Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը դատի է տվել ազգային ժողովի աշխատակազմին։ Հայտնել էին, որ ազգային ժողովի աշխատակազմը որոշել է 2025 թվականի հուլիսի 8-ին ազգային ժողովի նիստերի դալիճի մուտքի մոտ պաշտոնատար անձանց հետ վիճելու, ազգային ժողովի բնականon աշխատանքին անհարկի միջամտելու եւ ազգային ժողովի վարչական տարածքում ներքին կարգապահության կանոնները խախտելու համար Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառել կարգապահական տուժ, նրան հայտարարելով նկատողություն։ Սուքոյանը իր ազգային ժողովի միջանցքում գտնվելու մասով տվել էր բացատրություն ազգային ժողովին, սակայն բացատրությունը ըստ էության չփրկեց նրան եւ վերջինիս նկատողություն հայտարարեցին։ Եվ ահա Սուքոյանը դիմել է դատարան, պահանջելով, որ դատարանը ելնելով վերոգրյալ իրավական եւ փաստական հիմնավորումներից անվավեր ճանաչի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարի 12/08/2025 թվականի կարգապահական տուժ կիրառելու մասին հրամանը։ Տեսնենք թե ինչով կավարտվի դատարանում այս պատմությունը։ Նկատենք նաև, որ ազգային ժողովի միջանցքում մի շարք падգամավորների օգնականներ էին բավականին ակտիվ գործողությունների մեջ, մինչդեռ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մյուս օգնականների մասով որևէ գործողություն չի իրականացրել։ Փոխարենը ընդդիմադիր падգամավորի օգնականն է հայտնվել նրանց թիրախում եւ վերջինիս նկատողություն են հայտարարել։